Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերջին նիստում որոշվել էր առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500,000-ից 1,500,000 դրամ։ Ըստ որոշման կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500,000 դրամ, իսկ ոչ կուսակցականները 1,5 միլիոն դրամ։ Այս նոր տնտեսական մոդելը, ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ՔՊԱ-ականների շրջանում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ շատերն արտահայտել են բաց դժգոհություն հարցնելով, ինչու մենք կուսակցության անդամներս պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ումն է եւ ինչու պարտադիր է բոլորի համար։ Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը եւ ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։ ՔՊ վարչության անդամ Մարուսյակ Մանավազյանը ժողովրդի հետ զրույցում նշեց, որ ցուցակում ներառվելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ, օրինակ 300 հոգի, ովքեր պետք է վճարեն նախատեսված 500,000 կամ 1,5 միլիոն դրամը, եւ ընտրություններից հետո հավաքած արդյունքների հիման վրա կձևավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Կուսակցությունում կկայացվի քվեարկություն, ով ավելի բարձր ռեյտինգ կունենա, նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում, պարզաբանեց նա։ Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չցանկացավ անուն նշել, փոխանցելով, որ այն կոլեգիալ որոշում է։ Հիշեցնենք, որ մինչև իշխանություն դառնալը ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվել է նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3,000-ից 10,000 դրամ, այսօր սակայն կուսակցության ներսում նկատվում է մինչև 1,5 միլիոն դրամ գնաճ։ Ամփոփելով ՔՊ-ում նոր կանոնները բոլորի սրտով չեն, բայց ինչպես ասում են, իշխանության ճանապարհն այժմ ավելի թանկ է։